Մեքենաների թալանը նոր թափ է հավաքում։ Գողերի թիրախում են Chevrolet Volt մեքենաները, որոնք համեմատաբար հեշտ են քանդվում ու իրացնելը բարդ չէ։ Այսպիսով Հայաստանում մինչև այս տարվա հոկտեմբեր ամիսն արդեն գրանցվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 9089 դեպք, որից գույքի հափշտակության 7386 դեպք։ Ու հաշվի առնելով, որ շատերն արդեն չեն էլ դիմում ոստիկանություն, իրական պատկերը շատ ավելի ողբալի է։ Օրինակ Վրաստանում խնդիրը լուծում է գտել։ Բոլոր ավտոմասեր վաճառողները պարտավոր են ունենալ ապրանքի ծագման մասին փաստաթղթեր, ինչու մեր դեպքում նման օրենք չի գործում։ Միգուցե շահագրգիռ կողմեր կան։ ՀՀ քաղաքացու արդար քրտինքով վաստակածը չպիտի փողոցային խուժանի բաժին դառնա, ու ՀՀ իրավապահ համակարգը պարտավոր է պաշտպանել հարկատուի սեփականության իրավունքը։ Ի վերջո, հարկատուն այդ համակարգերին իր հարկերից աշխատավարձ է վճարում հենց այդ նպատակով։ Այժմ կարող եք աջակցել ինձ նաև Patreon-ում։ Հղումը մեկնաբանություններում ու իմ պրոֆիլում։